Օրհնյալ լինի Աստված, որ այսօր մեզ հնարավորություն տվեց կրկին իր առաջ խոնարհվելու, կրկին գալու նրա ոտքերի առաջ, փնտրելու նրան, գտնելու նրան եւ հաղորդ լինելու նրա հետ։ Եթե մարդ կա, որ չի կարողանում փնտրի նրան, մտքերը ծվրված է, ինքը ներկա է, բայց այստեղ չի։ Սա էլ մի խնդիր է, որ մարդ պետք է ուշադրություն դարձնի իր վրա եւ տեսնի ինքը այստեղ է թե չէ։ Ինքը միաբան է եկեղեցու հետ, ինքը միաբան Աստծուն երկրպագություն բերում է թե չէ, իր աղոթքը ստացվում է թե չէ, իր երգը, իր փառաբանությունը ստացվում է թե չէ։ Սիրելի ժողովուրդ, Սուրբ Գիրքը այդպես ասում առաջ արեք լսելու համար, քան թե մատուցանելու հիմարների զոհը, առաջ արեք լսելու համար, ամեն բանից առաջ եկել ես, մոտեցի Տիրոջը լսելու, ավետարան լսելու, խոնարհվելու, որ այդ խոսքը քո հոգու աշխարհում բժշկություն անի։ Եվ դրա համար թող Տերը փառավորվի հիմա այս ժամերի մեջ, որ մենք այսօրվա պաշտամունքը մեր հոգու աշխարհում բերի պտուղ, մենք լեցվենք Սուրբ Հոգով, զորանանք, որ խոսքը մեր կյանքի մեջ գործի եւ փառավորվի իր անունը։ Սիրելիներ, պիտի կարդամ Ղուկաս ավետարանի 12-րդ գլուխ 22 եւ 23 համարները։ Եվ իր աշակերտներին ասեց. «Դրա համար ասում եմ ձեզ, հոգս մի անեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք, եւ ոչ էլ մարմնի համար, թե ինչ պիտի հագնիք։ Հոգին ավելի է գերագուրից եւ մարմինը հագուստից»։ Եվ ուզում եմ շեշտը դնել այս բառերի վրա. հոգին ավելի է գերագուրից եւ մարմինը հագուստից։ Սիրելի ժողովուրդ, Տեր Հիսուս սրա վրա շատ մեծ ուշադրություն դարձրեց եւ շեշտը դրեց այս համարների վրա, այս տողերի վրա եւ ասեց հոգին ավելի է գերագուրից եւ մարմինը հագուստից է կարեւոր։ Ուզում եմ, որ մեր միտքը բացվի, մենք էլ հասկանանք այս խորհուրդը։ Մենք շատ անգամներ, շատ ժամանակներ մենք մեր ամբողջ ջանքը, եռանդը, մեր էներգիան, մեր ամբողջ ուժ ու կարողությունը դնում ենք գերագուր վաստակելու վրա, մեր աշխատանքը, ամբողջ աշխատանքը դնում ենք, որ մեր ընտանիքում գերագուրը չպագասի, ուտելու բանը լինի։ Դու իհարկե սա շատ կարևոր է, որ ամեն մարդ հոգս անի դրա համար, բայց Տեր Հիսուս մի կարևոր բան ասեց, հոգին ավելի է այդ գերագուրից։ Միգուցե դու ամբողջ օրն աշխատես, միգուցե դու կարողանաս լավ ստեղծես, լավ ունենաս, ամեն ինչի հասնես, բայց հոգուդ վրա ուշադրություն չդարձնես, ուշադիր չլնես այն հոգին, որ Աստված դրել է քո մեջ, այդ հոգին Աստծո կարիքն ունի։ Այդ հոգին, որ Աստված դրել է իմ ու քո մեջ, այդ հոգին ծարավ է Աստծուն։ Դու շատ բաներով կարող ես հարստանաս, ունենաս, ստեղծես, դնես, ամեն ինչ տեղը տեղին լինի, ոչ մի խնդիր չունենաս։ Աստծո խոսքը գիտես, մեկ էլ աղոթք ես անում։ Սա չի նշանակում, որ դու արդեն հոգևոր մարդ ես։ Տեր Հիսուս շեշտը դրեց սրա վրա, հոգին ավելի է, հոգին ավելի նշանակություն ունի, հոգին ավելի է կերակուրներից, ավելի է մեր բոլոր աշխատանքներից, ավելի է մեր բոլոր ծրագիրներից ու նպատակներից, հոգին ավելի է, որովհետև մենք այդ հոգիով պիտի կանգնենք Տիրոջ առաջ, որովհետև գալու է օր, որ մեր հոգին Աստծո հոգու հետ կանչելու է Աբբա Հայր եւ մենք կանգնելու ենք նրա առաջ եւ պիտի այդ հոգին կանգնի Տիրոջ առաջ։ Սիրելիներ, դրա համար Տեր Հիսուս շեշտը դրեց դրա վրա եւ ասեց հոգին ավելի է գերագուրից։ Ես հիմի մի հասարակ օրինակ բերեմ եւ դուք պատկերացնեք։ Երբ որ մարդը հիվանդանում է մերձի մահ, թե հիվանդանոցում է, թե տանն է,
ինքը հասկանում է, որ ինքը շուտով գնալու է։ Նրան հետաքրքիր է ինչ ուտելիքներ են իրան տալի։ Նրան հետաքրքիր է այդ ուտելիքը ով սարքեց։ Խաշլամա ու խորոված հետաքրքիր է։ Չէ։ Հիվանդ մարդը ամեն ուտելիքներից կհրաժարվի։ Շատ անգամներ բժիշկները արգելքներ են տնում, ես մի կեր, մարդը հրաժարվում է, ինչի։ Իր հոգին ավելի է։ Ինքը ուզում է ապրի։ Տեր Հիսուս շեշտը դրեց դրա վրա, հոգին ավելի է կերակուրից։ Քո մարմինը ավելի է հագուստից։ Շատերը հագուստներ են ընտրում եւ առնում մեկը թանկ, մեկը էժան, վերջը ուզում են նմանեցնեն, նենց անեն, որ սենց հագնեն դուրս կան սաղ նայեն իրանց, ասեն, «Ես ինչ սիրուն է հագնված»։ Բայց Տեր Հիսուս շեշտը դրեց, մարմինը ավելի է այդ հագուստից։ Որովհետև այդ մարմնով դու Տիրոջը պետք է ծառայես, այդ մարմնով Տիրոջը պետք է փառավորես։ Քո մարմինն ավելի է, քան քո հագուստները։ Որ դու հիվանդանաս, որ դու ընկնես, որ դու մի հատ խնդրի ու խնդրի առաջ կանգնես, հետաքրքիր չի ինչ ես հագած, հա։ Ոչ մեկ չի նայում դու կաստում շլվարով ես, թե սովորական հագուստով ես, թե ինչ հագու հագին։ Սիրելներ, երբ որ մարդ հիվանդանում է, տանում են հիվանդանոց, այդ հիվանդ մարդին հետաքրքիր է ինքը ինչ է հագե։ Իրան ինչ են հագցրել հիվանդանոցում։ Չէ, իր ամբողջ նպատակը, որ մարմինը բժշկվի, հա։ Իր ամբողջ ուշքու միտքը։ Ինչ օրեր է, այդ օրերով ինքը սիրուն է, գեշ է, այդպես բան չի նայում մարդը։ Եվ Տեր Հիսուս շեշտը դրեց դրա վրա։ Մարմինդ ավելի է հագուստից։ Այսինքն ոչ թե դու ուշադրություն դարձնես այն բաներին, որի համար դու շատ ջանք ես անում, հա, այն բաներին, որի համար կենտրոնացնում է ամենակարևոր բաների վրա քո ուշադրությունը։ Սիրելներ, այսօր շատերը կան, միգուցե ասենք մեծ շքեղ բաներ են սարքում, ստեղծում, անում, դնում, վերջը արարում են, սաղանում են, սա կարևոր է, թող անեն, Աստված օրհնի, շատ լավ է, բայց որ կենտրոնանում են դրա վրա, դա լավ չի։ Սիրելներ, դրա համար Տեր Հիսուս, երբ որ շեշտը դրեց, հոգին ավելի է կերակուրից եւ մարմինը հագուստից կարևոր է։ Սիրելներ, սա շատ փառավոր է։ Սուրբ Գիրքը այդպես ասում, մի գրգռվեք, մի հուզվեք, մի խառնվեք իրար։ Այդ ամենը Տերը տեսնում է, որ քեզ պետք է ուլնելու է իր ժամանակին։ Քո երեխեն մինչև 10, 11, 12 տարեկան մանուկ երեխա է, չէ՞։ Ինքը երբևիցե մտածում է, թե դու իրան ինչ կհագցնես, ինչ կառնես, ինքը այդ օրը ինչ պետք է ուտի, դու ինչ ես սարքելու այդ օրը իրան կերագրես, հա։ Որ երեխեն է հոգսանում։ Որ երեխեն է դարդանում, թե այսօր մաման ինչ է սարքելու։ Ոչ մեկի։ Գալիս են սեղանը գցած է, ուտում են, ուրախանում են, կշտացան, գնացին։ Ինքը չի, իրան հետաքրքիր չի դպրոց ինչ կհագնի կեթա, հա, այդ տարիքի երեխեքին ինքը հետաքրքիր չի իրան։ Իրա ծնողին է հետաքրքիր եւ ծնողն է հոգսանում դրա մասին։ Եվ Տեր Հիսուսն ասեց, այդ ամեն հոգսը Տերն է անում։ Այդ ամեն հոգսն ու խնդիրը Տերն է անում, քո նպատակը, քո ծրագիրը, քո նպատակը ինչը պետք է լինի։ Սիրելեր, Տեր Հիսուս շեշտը դրեց այստեղ հենց այդ խոսքերի վրա 31 համարը 12-րդ գլուխ այդպես ասում, սակայն Աստծո արքայությունը խնդրեք եւ այդ բոլորը կավելանա ձեզ։ Սակայն Աստծո արքայությունը խնդրեք։ Մատթեոս ավետարանի մեջ ասում է Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեք։ Սիրելներ, սա շատ կարևոր տեղ է, որ մենք պետք է խորը հասկանանք, կարևորություններ հասկանանք, ինչին կարևորություն տանք, ինչն է ամենակարևորը մեր կյանքի մեջ, Աստծո հետ ելնել, Աստծո հետ մեր հոգին միանա եւ Աբա Հայր կանչի,
թե տարվի ինչ-որ կերակուրներով, հագուստներով, ստեղծելով, անելով և մյուս բաներով։ Սիրելներ, մենք անկեղծանանք Տիրոջ առաջ։ Ես անկեղծ ոչ մեկինի նկատի չունեմ, ոչ էլ իմ մտքիս մեջ ինչ-որ մեկը կա։ Այս համարների վրա Տերն է ինձ կանգնեցրել և Տերն է խոսել իմ սրտի հետ և ես ավել բան չեմ ասելու, այն ինչ որ կա և այն ինչ որ Տերը իմ սրտին դրել է դրանից ավել չեմ ասելու, այն ինչ որ վերջացնելու եմ, հիմա ասելու եմ ու վերջացնեմ։ Տեսեք, երբ որ Տեր Հիսուս խոսեց մի մարդի մասին, որ ուներ և ասում է մի մարդ կար այդ տարին առատ բերք տվեց, նա քանդեց իր եղած չեղածը և նորը սարքեց ավելի մեծը, ամբարներ սարքեց, լեցրեց այնտեղ ու ասեց շատ տարիների համար շատ բաներ ունես հավաքած, կեր խմի, ապրի, հանգիստ քումար։ Եվ ասում է Տերը հայտնվեց, Տիրոջ հրեշտակ այդ գիշեր ասեց, այսօր քո հոգին առնելու եմ, ումն է մնալու այդ ամենը։ Եվ Տեր Հիսուս շեշտ դրեց այսպես։ Ես ուզում եմ այդ տողերը կարդամ, 21 համար այսպես ասում, այսպես էլ նա, որ իր անձի համար գանձ է հավաքում և Աստծով չէ հարուստ, Աստծով չէ հարուստ, սիրելներ, մեր նպատակը պետք է լինի փնտրել Տիրոջը, փնտրել երկնքի արքայությունը, փնտրել Տիրոջ հարստությունը, Աստծո գանձերը, երկինքը փնտրել, որպեսզի մենք հարստանանք երկնքով, հարստանանք Աստուծմով, որ հավիտենական կյանքը ձեռք բերենք, սիրելներ։ Թող Տերը փառավորվի, Տիրոջ անունը բարձրանա։ Տեսեք, եւ մի համար էլ կարդամ եւ վերջացնեմ։ Նույն գլխի մեջ այսպիսի տողեր կա, 12-րդ գլուխ 36-37 համարները։ Եվ դուք նման եղեք մարդկանց, որ սպասում են իրենց Տիրոջը, թե նա երբ ետ կդառնա հարսանիքից, որ երբ որ գա եւ դուռը թակե, շուտով բանան նրա համար, երանի այն ծառային, որ Տերը գալիս արթուն կգտնե նրանց, ամեն։ Սիրելներ, թող Տերը օգնի մեզ, թող Տիրոջ անունը փառավորվի, թող Տերը զորացնի մեզ, այ մեր նպատակը սա լինի, որ երբ որ Տերը գա, մենք պատրաստ լինենք նրա առաջ կանգնելու։ Երբ որ Տերը գա, ասի երանի քեզ, բարի հավատարիմ ծառա, որ դու պատրաստ ես, ինձ սպասում ես։ Կարևորությունը այստեղ Հիսուս դրեց, սիրելներ, երանի այն ծառային, որի Տերը գալուց իրան այդպես կգտնի, թող Տիրոջ անունը փառավորվի։ Եթե մենք անկեղծ խոստովանենք, մեր սրտերի մեջ այնքան բաներ կա, զբաղված ենք շատ հարցերով ու հոգսերով, բայց Տիրոջմով չենք հարստացել, չենք հարստանում, սիրելներ, ամեն բանից առաջ երկինքը փնտրի եւ մնացած բոլոր բաները Սուրբ Գիրքն ասում է, բոլոր բաները քեզ կլինի, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։